Պարոն Սաշիկ, բռնի տեղահանումից հետո հայտնվել եք հայրենիքի մյուս հատվածում Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ խնդիրների առաջ է այսօր արցախցին, որպես բազմազավակ հայր կնկարագրեք, ինչ խնդիրների առաջ եք այսօր կանգնած։ Սրտանց ոնց որ ապրելիս ենք եղել, հիմա մին 80% կրճատվել է, 80-100%։ Պրոստը մունքեն ենք հայրենիքում։ Ինչ ասեմ, սորվա երան, որ մենք մեկ են տեսնում ենք, որ վատա ուզում ենք օգնածինենք, բայց հիմա մունք լեզորն է սուժեկը տրված է, խոսակցան տուն չունենք, տեղ չունենք։ Երեխաներ ինչով են զբաղված։ Երեխաներ ունեմ, հա, աղջիկանս մոտ եմ ունեմ, 3 երեխա ունեմ, դե ամուսինը զոհված է, εμείς աղջիկը 4 երեխա ունեմ, ամուսինը զոհված, ինձ էլ հիվանդ կոտ առողջություն չունեմ, Սիրտս չակում է, ուզում եմ օգնատինի, բայց ինչով օգնեմ, ուզում եմ ինչ-որ մի բանով օգնեմ, ուժե դեղերի չի օգնում։ Ձեզ։ Հավատում եք, որ մի օր կգնաք Արցախ։ Հիմա հավատում եմ, ամեն օր երազ տեսնում եմ, ամեն օր իմ օջախով անցնում եմ, իմ մաստերսկոյով ասնում եմ։ Ինչ արհեստանոց եք ունեցել։ Ստեփանակերտում ինչ արհեստանոց եք ունեցել։ Ինձ ավտոսերվիզ է եղել։ Մեքենան է բան, երկաթի ձևով ես հիվանդ եմ էլ, այստեղ էլ է երկաթն է բան, հենա դրած, երկաթները եշում եմ ժամանակս ասնում եմ, ինչ անեմ, կառավարությունը ոտքի կաղնեն, ժողովուրդը ոտքի կաղնեն, ոտքի կաղնեն թուրքը ամենավաղ կոտ կենտանին է, յա թուրքը, յա են ճագարը, ոնց են ասում։ Նապաստակը, որ ғռալի լսում է, որ հայերը գալիս են, իրանք ուժը էկիպաժով թողում են։ Կրվի մասնակից եմ, երեխեքս կրվի մասնակից է եղել, բոլորը։ Մունք վաղ կոտ ազգիցին, մունք հաղթող ազգինք, դուխով ազգինք։ Հայաստանյան իշխանություններից որոշ ներկայացուցիչներ ասում են արցախցիները չեն կռվել, արցախցին չի կռվել, հարց ձեզ, որպես արցախցի, որպես 3-4 կռվի մասնակից։ Արցախցին կրակոցի եղել է, բիդի պամպուշներ ղարկենք, վարելիք չի եղել, որ գնանք մեքենա խոտան գնանք, օգնենք։ Ինչ ասեմ, լավ էլ բոլորն էլ տաղանդավոր են եղել, հավանական է, եթե նկարեն մեր տղորձը հերոսությունը, միրավոր մասշտաբով պերիզավոր տեղ կբարնեն, ոչ մին տեղ մեր տղերքը առանց պատրաստվելու ասեր են եղել։ Ինչ ասեմ, ես խոսել է բան շատ կա, պրոստը մուք խղճացած ազգից ենք վեր, եկենք, խղճացինք, հիմա հարկավեր աժով բոլորը կաղնեն մեր հարցերը լուծեն։ Մի չիբորաշկա եք դրել, սաղ Հայաստան մեն մարդ չի եղել որ տնեն, ես չիբորաշկա որտեղից ենք ճարել բերել դրել։ Իսկ դուք Արցախի իշխանություններից գոհ եք իրենց վարած քաղաքականությունից։ Դե քաղաքականությունը վեր էշի վեր կամանդիրը էշի ինի։ Էշի դրել են մնացածնել իրան պաչինոնի մարդկն։ 40+10 աջակցության այդ ծրագրի դադարեցումով ինչ եք կարծում Արցախահայերը կարտագաղթեն թե ձեր ընտանիքը ինչպես է պատկերացնում մնալու եք այստեղ թե որ ուզեն կտրեն դու պատկերացրու որ թուրքերը մեր ճանապարհը մեր օդը կտրել են նույնն էլ Հայաստանն է կտրում
двойной գենոցիդ է դեռ, չէ՞։ Վեր Վիդի տան հարցերելուց է, խացաբը վեր մարդ վեր տուն ունի, է մարդը կգնա հացի փող աշխատի։ Հիմա աշխատանքը բերի տանը, սոված մնա, ախեր գել չի եղնի։ Չէ, սխալներ շատ կա, ու սխալները հետևից է անում։ Կոնկրետ ձեր ընտանիքը պատրաստվում է արտագաղթի, թե կմնա Հայաստանում։ Ոնց մնա, ուզե աղջիկս ուզում աշխատանքի գնա, աշխատանք չկա, որտեղ աշխատելիս ելան, հիմա այս Հայաստանում կարում չի աշխատանք գտնե, ես կարում չեմ մինտեղ աշխատանք գտնեմ, խացավ է պապահակ, մինտեղ աշխատե, որ օգնեմ, ու ապագա ոնց չարենք։ Ռուսաստանի Դաշնություն, ըստ երևույթին, հա, ուզում եք գնալ։ Ռուսաստան հարց չկա, Ռուսաստան կգնանք, հարազատն է բան հնական, բայց այմատ Ռուսաստան վեր գնանք, Ռուսի, մինտեղ Ադրբեջաննա հոպտամ, մինտեղ գնանք Ռուսնան հոպտամ, բան մինց կյանքը հարկավեր չէ։ Ուզում եք մնաք հայրենի հողի վրա։ Իմ հերս ծնվալա Զանգեզուր կռիվը որ սկսվել է, այդ կռվի ժամանակ է ծնվել։ Իմ պապս կռվելիս ալալ։ Տատս հացը տանելի ժամանակ հերս ծնվալա։ Հերս գնացել է 45 թվին կռիվ վերադարձել է։ Ես կռիվ եմ գնացել վերադարձել։ Տղես գնացել է կռիվ վերադարձել, փեսաս մնացել է, ասելիս ենա մեր ճակատագերի կռիվն է, ճակատագերի չենք փախչում, բայց մեզ հաղթանակ պետք է չէ։ Այնուամենայնիվ հավատում եք, որ մի օր կվերադառնաք Արցախ։ Հա, երազներումս կա, շատ եմ տեսնում, իմ անցած տեղերովս տեսնում եմ, որ միասնություն մնաստեղ, միասնական ենք բոլորը միտեղ, որ ասում է արցախցի, լեննականցի, իջևանցի, իսկ որ ես եղել եմ Ռուսաստան, տղա եմ եղել, ջահել տղա եմ եղել, որ մեկը մին հայ մարդի ուզեցալա վերավորվի, անկախ ինձանայիմ հայրնակից հարազատս գնացել եմ մեջքին կաղնել ու հաղթարել, այդ ձևի բիդի մնանք։ Մեր միասնականության շնորհիվ։ Վերադարձը Արցախ միայն միասնականության շնորհիվ։ Եթե միասնական ենք, մեր հաջողություն են գալու, մեր հողատարածքն են վերցնել մենք։